Տաղավարում ինձ է միացել տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը։ Լիլիա, ինձ հետաքրքիր է, մենք երբևէ ունեցել ենք ցորենի պակաս կամ առհասարակ հատիկի հետ կապված ինչ որ ճգնաժամ եղել է, թե չէ, եւ այս ձեռքբերումը, որը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն են նշում, արդյոք սա իսկապես դիվերսիֆիկացիայի մասին է խոսում։ Ցորենի ինքնաբավության խնդիր ըստ էության ունեցել ենք, բայց իրականում այս ամբողջ զարգացումների հետ կապված հոգեբանորեն բարդ է խոսել, որովհետև այսօր դիվերսիֆիկացիայի մասին խոսում են մի ուղղությունից, իդեմս Ադրբեջանի, որի ձեռամբ եւ անմիջական գործողություններով մենք զրկվեցինք մեր ինքնաբավությունն ապահովող մի կարևոր աղբյուրից, իդեմս Արցախի։ Արցախի ցանքատարածությունների, Արցախից Հայաստան բերված ցորենով մենք կարողանում ենք առնվազն 20-30%-անոց ինքնաբավություն ապահովել։ Եվ այսօր այդ ուղղությունը, այդ դիվերսիֆիկացիայի ներքո իսկապես հոգեբանորեն դժվար է։ Բայց բացի այդ մենք տեսեք, դժվար է գտնել բանական մարդու, ով կարող է ասել, որ տրանսպորտային ուղիների, լոգիստիկայի դիվերսիֆիկացիան սխալ է, վատ է եւ այլն, բայց այս գործընթացի մասով մենք ունենք որոշակի բայցեր։ Նախ առաջին բայցը մենք Ադրբեջանի տարածքով այդ լոգիստիկայով իրականում տրանսպորտային դիվերսիֆիկացիա ենք անելու, թե պարզապես մի ուղղությունը փոխարինելու ենք մեկ այլ ուղղությունով։ Ես չեմ խոսում ցորենի դիվերսիֆիկացիայի, ցորենի ներկրման դիվերսիֆիկացիայի մասին, որովհետեւ մի բան է, երբ որ դու տարբեր աղբյուրներից ես ներկրում, մեկ այլ բան է, որի իրական դիվերսիֆիկացիայի մասին կլինի, եթե դու արդեն ներկրման համաչափության խնդիր կա, այսինքն որտեղից ինչքան ես ներկրում։ Մենք ցորեն ժամանակին ներկրել ենք եւ Ուկրաինայից եւ Ռուսաստանի Դաշնությունից, բայց առանձնապես կախված ենք եղել ռուսական շուկայից քանակների մասով։ Հետևաբար նույն օրինակ Ղազախստանից ներկրվող մի քանի 100 տոննան օրինակ չի կարող համարվել դիվերսիֆիկացիա, բայց սա եւս թողնենք, հա։ Երկրորդ կարևոր խնդիրը տնտեսապես արդյունավետության խնդիրն է։ Այսօր կարծես թե առնվազն ես բաց եմ թողել, եթե անգամ կա, բայց կարծես թե չկան գնահատականներ, թե այս ճանապարհային, այս լոգիստիկայով Հայաստան տեղափոխվող ցորենի ինքնարժեքը ինչպիսին կլինի, կփոխվի, չի փոխվի, կբարձրանա, կնվազի։ Իդեպ մենք հենց այսօր ունենք հացի թանկացում, ունենք ալյուրի թանկացում, որի շուրջ էլ պատրաստվում եմ խոսել ավելի մանրամասն, բայց այդ տնտեսապես շահավետության խնդիրն էլ չկա։ Եվ վերջին հանգամանքը ու թերևս ամփոփեմ, այս ամբողջ գործընթացը նաև ներկայացվեց որպես Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործնական քայլեր արդեն տնտեսական հարթության մեջ, որևէ կերպ թաքցված չէ ամբողջ աշխարհից եւ Հայաստանի Հանրությունից, հայ հանրությունից, թե Ադրբեջանը ինչ նախապայմաններ ունի վերջնական խաղաղության հաստատման համար։ Հիմա եթե մենք արդեն գործնական դրսևորումների ունենք այդ խաղաղության այսպես կոչված, առաջանում է արդյոք օբյեկտիվ տրամաբանական հարցադրում, կատարվել են այդ նախապայմանները, գուցե տրվել են խոստումներ, որ նախապայմանները կկատարվեն, թե ոչ։ Հետևաբար այսպես եւ ավելի հարցերի շարք եւ շղթա ունենք, նորից պիտի կրկնեմ, դժվար է գտնել մեկին, ով տրամաբանորեն ասի, որ նոր լոգիստիկայի նոր ուղղությունը մեզ համար դրական չէ եւ լավ չէ, բայց իհարկե այդ հարցերի պատասխանները պիտի տրվեն։ Եվ նաեւ խոսեցի թանկացումների մասին, հացի, ալյուրի մասով, շատ ավելի այլ ապրանքների մասով եւս ունենք, փորձեմ մանրամասն ներկայացնել։